Երեխեք, այստեղ շատ հետաքրքիր մեղր էի ստացել, ուրեմն մեջը պորցիաներով է մեղրը, հենց գթալի կա ու գթալի մեջ մի գթալ մեղր է տենց փակած։ Դավը շատ հավանեց, տավուշի անարատ մեղր է, շատ լավ որակի։ Տաքստը այսպես կտամ օրական մի գթալ, այ որ արտաշեսին էլ համոզեմ ուտի, հրաշք կնի ուղակի։ Իվենթի ամենահավես նվերներից մեկն էլ երեխեք այս ասունցի Դավթի հիման վրա ստեղծված էպոսի հիման վրա ստեղծված կոմիքսային գիրք տարբերակներ եւ Հայկ եւ Բել փազլ տարբերակը ինձ թվում է շատ հավես ինքը գործունեություն է որ ծավալվում է ու շատ ազգանվեր երեխաների մեջ կարելի է հայրենասիրություն ձևավորել ու նաեւ էպոսը կարող է շատ ավելի լավ տպավորվել երեխեքի մեջ հիմա բացենք սիրունա չէ հիմա բացենք մի հատ զննենք քննենք Ողջույն բոլորին, խորենը վերադարձել է խանութից, մի հատ արագ նայենք ինչ ա բերել, այստեղ կոլա դավը հանել է, այստեղ բուլղարական պղպեղա, կիտրոն, խնձոր եւ բանան, լավաշ, հա բալես, մի վարքյան, մեր սուրճը, մեծ բանիչկայով ռաստվայի մի սուրճ, այստեղ տեսնում ենք թթու վարունգ, պագետի, Պանիր, բրինձ, մի րոպե արևս դու ինձ խանգարում ես, մի րոպե դավուկաս, բրինձ, քո դա արտաշեսի սոկը տար, հիմա հաց ենք ուտում, տար, հա, այստեղ ես ուզել եմ խորենից հավի միս, խորսա հավի բուդա, ասել է ինչ կա, էտ էլ կբերես, էլի բուդա, դոշա, այստեղ քյաբաբա, երեխեք ջան, մեր այդ ներքևից հավերցել խորենը, ուզել եմ բրոկոլի, ուզել եմ գազար կարտոֆիլ, որովհետև այրոգրիլի մեջ պիտի պատրաստեմ և ուզել եմ գալուս լվացքի հեղուկը, ես միշտ առնում եմ ունիվերսալ է, այս անգամ ինչ-որ սպիտակ և գունավորի համար եղել է տարբերակ, որ համ սպիտակի է, համ գունավորի, այս գալուսը գերմանական է, շատ եմ իրան սիրում, 3 ու 6-ի կարգի է ու շատ երկար օգտագործում եմ, այստեղ էլ աղբիտոբրակա և ինչպես տեսնում եք բան անձերոցիկ այսպիսի գնումներ երեխեք ջան մեր եզն ու լսել չեն կարում զգում ես մնան անտեր միայն սրանից ազատ արամ ես դե ռիլս չի ես ոչ աչն է ջոկում ոչ գոմեշն ու ես գնա որ սարա սարերի վրա հիմա ասում են, որ Սասունցի Դավիթը չի կարող արածացնի կենթայիներին ու ասում են գնա որսով զբաղվի ու դառա որս կան Սասունցի Դավիթը Էй ջան չք ասում է տիպեր յա խոսա սարել դե խոսա Պապա տոպո Դավիթն է Սասունցի Վայ Դավիթ մահը ստանի քեզ Տեսնենք ինչ անում Դավիթ, ինչ-որ թրջուն է, որ սացը խրմփշ, կներա Դավիթը։ Առավոտ շուտ, երեխեք, ես Դավիթը որոշել է ծաղկի փունջ ուտել, սես բան կնի։ Հա, ով է? Հա, պախոս մաշմելո։ Մաշմելոյի դա նման։ Միչև ես սուրճ եմ դրել, որ սուրճս խմեմ, միքեն դեղ իրա բանն է վայելում, մաշմելո։ Բայց հերիք է, հա, բալես։ Մի հատ էլ ունենք հետևից արև է խփում, որովհետև սեղանը առաջ եմ բերել, որ ապարատը դնեմ, նկարահանման համար հարմար է, ճոտր-պտր ալում բուլղարական պղպեղը ներսում, այս դարոյինքի ստացածս բանը, պահքի համար նախատեսված, փորձել են աղջիկները, ասեցի շատ համով է, քաղցր բամբակի ու հալվայի խառնուրդ որ լինի, ասեցի մի հատ փորձենք տեսնենք ինչ է իրանից ներկայացնում, վիզուալ է նման է համ քաղցր բամբակի, համ էլ բանի, դուք ասեք, համ էլ հալվայի, տեսեք այսպես, այստեղ պրյանիկ էլ ունեմ, էլի դարոյինքից, ինչ փխրուն բան է այս պիտից կուշ անենք, խլը, ինչ համով է, Իրոք ոնց որ հալվա ու քաղցր բամբակ լինի, հետաքրքիր է շատ, սուրճս վայել եմ, ուրեմն պլաններումս հետևյալն է, նախի վարար ես հոլովակը վարողքերով նկարել, այնուհետև հոլովակը պիտի մոնտաժեմ, հոլովակի համար ազգուճկա պիտի նկարեմ, այսինքն ձայն, հա, որ տակից գնա, հետո արդեն ուզում եմ բան անել, դուրս գալ,
պիտի գնամ երեխայի նվեր առնեմ, որովհետև վաղը ռեստորան եմ հրավիրված, ընկերուհիներից մեկի, մեր բլոգեր աղջիկներից մեկի տղայի ծնունդն է։ Խաղալիք պիտի առնեմ երեխուն։ Այդպես, պլաններից մեջ առայժմ այդքանն է, երեկոն դե արդեն տանը տնային գործերով։ Ես հոլովակները նկարեցի, վերջացրեցի, հիմա դուրս եմ գալիս այդ նվերը առնելու, բավականին երկար պրոցես էր մոնտաժով բանով, բայց դատով ավարտեցի։ Եղանակ արևոտ է, բայց դեռ սառնոտ է, ճիշտ արեցի որ կհոգա։ Վերջ երեխեք, ես իմ անելիքները ավարտեցի, նվեր այնպեսի դուփով եմ առել, որի համար շատ դժվար է գտնել տոպրակ, եւ ես չգտա։ Մի նվերի համար գտա, երկու մասից է նվերը։ Այն մեծի համար չէ, դե համար վերցրել եմ այս թղթերից, ոչինչ, երկուսն էլ կփաթաթեմ, բայց մեկը տոպրակի մեջ կդնեմ, մյուսը այդպես ինչ արած, այլ ընտրանք չունեմ։ Դավս լողացավ, մաքրվեց, հիմա էլ ասում եմ մամա վիդեո նկարի, ես թռվռամ։ Ուզում է թռվռալ սիրտը։ Ասում եմ մամա, а почему я black, ոտից գլուխ սև ախշորերը։ Ասում եմ դե այդպես է ստացվել, Բեթմենն ես։ О, мама mia, ուզում է գրակի ինձ։ Oh no. Страшно, կավանգն ես տեղերի վրայից, baby։ Դա։ Ըստ քեզ ինչի համար է մարդկանց պետք լողանալ։ Կեղտոտ ես։ Պիտի լողանաս մաքրվես։ Հա։ Իսկ դու ինչի ես ամեն օր հայլո առաջ սաներվում ու վրա դուխի փչում, կասես։ Սիրուն լինի։ Որ սիրուն լինի։ Հա, դու այժմ կոդու պոլ գնա։ Որ մեծանաս դպրոց գնաս։ Հա։ Հիմիկվանից պատրաստվում ես։ Հասկացա, Մարիամուտ այնքան սիրուն է։ Ասում եմ մամ, մի հատ վիդեո նկարի ոնց եմ սաներվում։ Խնդրեմ, գոհ ես։ Հա, իհարկե, բալես, հիմա կտա։ Չես գոհ սոված։ Հա, սիրունացար։ Հա։ Ապրես։ Քյոնքյուրիկը դվկա։ Շատ սիրուն ես։ Բայց պապային հարցել ես, որ իա դուխիներից օգտվում ես, դա։ Հա, չնայ, ճակը։ Դավայ, դե մի հատ ցանի ու վերջ։ Ապրես, հերիքա։ Всё, դե դիշ տեղը։ Թաչա։ Դե որտե մի տոննա փչեցիր, դու մանկական դուխի ունես, ինչի այդ փչեցիր։ Չտերս արդեն քնած են, ես պլանավորում եմ, կադրը չի ֆիքսվում, պլանավորում եմ հիմա զբաղվել նվերների փաթեթավորմամբ, վերցրել եմ այս puzzle-ը երեխեք ջան, վերցրել եմ այսպիսի հետաքրքիր զարգացնող խաղ, տարբեր ֆունկցիաներ կատարող, ու նաև գնել էի այսպիսի բաներ, թղթեր, նաև կիսման, չգիտեմ կսազի թե չէ, բայց նա всякի վերցրեցի, թող տանը լինի, որ մենք էլ շոփ չունենք, սաղ այդ տիպի բաները այլևս չկան, հետևաբար նա всякի վերցրեցի։ Երեխեք ջան, նայեք ինչ կոկիկ, սիրուն փաթեթավորում եմ արել, որ լրիվ բան է, կարելի է ասել, են պրոֆեսիոնալ փաթեթավորումներից է, պլյուս մինուս, հիմա այս տոպրակի մեջ չեմ դնի, որտեղ խորենին խնդրեցի վաղը մի հատ իշտեին մյուս հանրախանություննայի, միգուցե եւ գտնենք մեծը, որ երկուսը միանգամից մեկի մեջ դեմ, թե չէ մեկը մնում է առանց տոպրակ ու ես դրանից ազդվում եմ շատ։ Համեստաննա։ Այդ ինչ ես ուզում։ Ասма քեզ չգովաս, ոչ մեկ չի գովա։ Բախվալից никто не пал, չնայած խորենից բախվալից կանի, բայց դե։ Հա, այս Դիսմա չեմ դնելու էլ, որովհետև ինքը, ես տենց է կասկածում եմ, ինքը արդեն սիրուն պրինտ ունի, այդ կարիք չկա Դիսմային։ Այս ծաղիկներս այն օրվա նվեր ստացած երեխեք ջան, շատ թարում էին իդեպ լավ մնացել են, այստեղ զարդարում են իմ այս գեղեցիկ անկյունը ու գնում գալիս եմ, նայում եմ, սիրտս ջերմանում է, այ մարդ չգիտեմ, այս կիններն են մի բան չի, թիթիզ ենք էլի, նուրբ հոգի ունենք էլի, իբր, թող տես մտածեն տղամարդիկ։ Երեխեք ջան, ես այստեղ արթնացել եմ, լողացել եմ, հաց եմ կերել, երեխեքիներ եմ կերակրել, նոր եմ լողացել, մազեր, հոնքեր, մատնահարդարումս դեռ կիսատ է իհարկե, այսօր որովհետև ծնունդի ենք աղջիկներով, մեր աղջիկներից մեկի տղայի ծնունդը, ինչպես և դեզ արդեն ասեցի, սիրիկունը երեքով, այստեղ երեք աղջիկ ապրում ենք էլ իմ տարածքում,
գրեթե ամենուրեք գնալուց տաքսիով մեկս մեկին վերցնում ենք ու գնում ենք, տենց հարմար է շատ։ Համեր մենակ չենք լինում հավեսա, տուն գալուց էլ նմանապես։ Ահա երեխեք ջան, այսպես այսօր որոշեցի, բայց սա լաքս Դավիթը փչել է, հետևաբար պիտի խնդրեմ խորենին լաք առնել, առանց լաքի մազերը չի մնում, գիտեք։ Հա, կարևորը դա ամեն ինչին ասում է հա։ Դու ես արել, մենք գիտենք, որ դու ես պետք է կանալ։ Կոկորդս այսօր առավոտից ցավում է, մեղր բնական կարող է օգնել։ Դուք դες բարակ։ Ահա, հետո։ Ես մի լսեք։ Երեխեք ջան, ես արդեն պատրաստ եմ, մազերիցս բան չի մնում, լաքը ցանում եմ, ժամերով այդ փաթաթած մնացել է, մեկը, օգուտ չկա։ Իդեպ այս շորիկս վերջերս եմ ձեռք բերել, սրա սև ունեմ կհիշեք, երկար մինչև ոտքերս, շատ սիրուն է նայվում, այս կապույտ արծաթի ականջողն եմ դրել, մի խոսքով, ինձ թվում է, որ տեսքս տոնական է և լրիվ ներկայանալի, ինչ կասեք, գնացի ուշանում եմ։ Ես դուրս եկա երեխեք ջան, սկզբի համար մազերս հավաքեցի, շատ է շոքում, հետո այնտեղ եթե ցանկանամ արդեն կքանդեմ։ Գնամ դեպի Medline-ի կանգար, այնտեղից այս մասից լավ չեմ հավաքի, գիտեք, բայց այստեղ պիտի հիմա փորձեմ ուղղել։ Այ, հորենը տոպրակ կտավ նվերի, ճիշտ է, ոչ թեմատիկա, ոչ էլ լրիվ չափն է ինչ-որ պետք է, բայց չեղածտեղից էս էլ բան։ Ինձ թվում է ուշանում եմ, վազեվազ, արագ դուրս եկա, բայց հələ որ սպասում եմ։ Արմինը ասեց տաքսին ասմենա է արել, ուրիշ տաքսի է կանչել ստիպված։ Որը, մենք տաքսուցիչել ենք, մնում է գտնենք վայրը, գտանք վայրը։ Ով է խոսում էլ, ով է խոսում։ Էլ մի այդ եղեց։ Այսօր պատրաստ եք հոգվես օգվել եմ։ Ոնց է հա։ Համով աչար։ Բան։ Ասում մենք Մեզ մոտ նոր օր է բացվել, երեք այդ ծնունդից գալուց հետո ոչ մի բան չեմ նկարել, պատկերացրեք միայն մակիաժս եմ մաքրել ու վերջ, որովհետև եկա տեսա Արտաշես ու Դավիթը լավ ջղայնացրել են պապային, իհարկե դու գնա ակնոցիդ են կտորը դիր բալես ու կարդա դասը։ Իհարկե Արտաշեսի գլխավորությամբ կազմակերպել էին քաոս տանը, այնքան որ խորենին լրիվ ափերից հանել էին։ Իհարկե դա ինձ շատ ծանոթ է, որտեղ ես տարիներ շարունակ այդ ցնցվող հոգեվիճակում եղել եմ կամ եւ գիտեմ դա ինչ է, երբ որ օրեր ա լինում, որ երեխեքը ոնց որ գժվեն։ Ու
Հատկապես եթե այդ գժվածի դերում Արտաշեսն է, ուրեմն այդ կատաստրոֆա, որտեղ ինքը կարա ասենց adekvat, հանգիստ իրան պահի, բայց կարա լինի օր, իդեպ մագնիսական փոթորիկներ են կարող է դա ազդել իրանց վրա, չգիտեմ, որ ինքը լրիվ գժվի ու միակ քաոս ստեղծեն տանը, ավերջական բաներ։ Ու Խորենի մոտ այդ մի դաս է ունեցել, այդ դասի ընթացքում իրանք շատ վատ են պահել, Խորենը որ փորձում է իրան այսպես ասած հավաք պահել, հա, ափերից դուրս է եկել, պատկերացրեք ինչքան են չարաշահ եկա տեսախով, որ ջղայնացած է, դե ես իհարկե Արտաշեսի հետ զրույց ունեցա, որովհետև գնալուց առաջ ես իրան խնդրել էի, որ բալես նենց արա, որ ես հանգիստ խղճով գնամ, որովհետև պապան դաս ունի ու ես իմանամ, որ իմ մեծ տղեն իր աղբորը կխաղացնի, մինչև պապան այդ դասը պարապի, հա, մամջան, ու մամջանին իհարկե անակնկալ էր սպասում, շատ նեղվեցի, որ փորիկին ջղայնացրել էին, չէ Արտաշես, ու տենց որոշել եմ պատժել, հաջը, ժամը ֆիքսել եմ, ինչի ասում ժամը ֆիքսել ես, որտև ակնոցի վրա կտոր ենք դնում, մի աչքը այդ կտորով փակվում է 1 ժամ, որպեսզի կենտրոնանա տեսողությունը այստեղ կարծում եմ դրա համար։ Գնաց բան միջասենյակում հանգիստ կարդա, որ հեռուստացույցում ձայնը չխանգարեք քեզ։ Մի խոսքով երեխեք չան, այդպես։ Այն որ մենք մամաներս ավելի սովոր ենք այդ գժական վիճակներին, որովհետև ամենաշատը մենք ենք այդ գժական վիճակների մեջ լինում։ Իմ համար այդ սովորական է, որովհետև սովորաբար ես եմ տանում այդ գժված բաները, բայց քանի որ երեք տանը չէի։ Բայց դե ինչպես ասում եմ, պապաներն էլ են ծնող, իրենք էլ անմասն չեն մնում դեմ բաներից, իրենց էլ է այսպես տեմպես դիպչում դա, եւ դա նորմալ է։ Չէ՞ դավո։ Երեք պապային ջղայնացրել եք շատ։ Այո, չէ, յանի դինաց։ Որ սաղ ձեր դեմքը սև կրասկայով ներկել էիք։ Հիշեցի՞ր։ Հա, նոտասի։ Գիտեմ, որ Արտաշեսն է։ Նոտասի։ Իրա դեմքն էլ իրանն է, սաղ։ Հայասի չատաս նոյիքս դեմք։ Այ, խուլիկա, լավ, գնա պիժամատ մի հատ փոխի, մինչև ես խոսեմ։ Մի խոսքով երեխեք ջան, այդպիսի բան էր, միջադեպ էր եղել երեք, բայց դե անցավ գնաց, այդպես էլ կպատահի կյանքը, միշտ չի կարող լինել գլատկի հարթ, հատկապես երեխեքի հետ, որոնք անկախատեսելի են ու դու ոչ մի վայրկյան չգիտես, թե իրանք մտքով ինչ կանցնի ու ինչ կդնեն քո գլխին։ Հիմա ես ուզում եմ Ֆրեյդս կարդամ, որովհետև երեք բաց եմ թողել, չեմ կարդացել, ահագին առաջ եմ անցել, բայց հլը 1/3-ը եւ ավել միլուց է ունեմ կարդալու։ Ինչ շուքա, դի բարակ մի բան գցեմ, հակաս էսա +18-ա։ Դավին իջացրել եմ բակ սամակատ քշելու։ Արտաշեսի հետ պայմանավորվեցինք, որ մի օր Դավին եմ իջացնում, վաղը իրան, որովհետև սամակատի համար կռիվ են անում, բացի հետ էլ երկուսի հետ դժվար է։ Դա համար մի օր մեկին կնվիրեմ, մի օր մյուսին։ Հա Դավո։ Իրականում շատ տնավարի եմ իջել։ Կամաց, չեմ հարդարվել, ոչ մի բան չեմ արել։ Պրոստը շորես գցել եմ հակը, բոթաս, որ կամֆորտնի լինի ու իջել եմ։ Եկան խաղահրապարակ, քայլերը մեզ բերեցին։ Դավը իրա տարերքի մեջ է, как всегда։ Հավեսա։ Լավ։ Հավեսա։ Թողում եմ։ Խաղացինք խաղահրապարակում, հիմա մեր բակի տարածք ենք գնում էլի։ Մենակ զգուշ մեր բակը մի հատ մեծ մինուս ունի, շատ են մեքենաները, ամեն տեղից մեքենա դուրս գալի, վտանգավոր է։ Հենա եկավ արդ։ Դավը պրես է անում։ Դավայ։ Ապրի Դավոն։ Ացիպե նադասին։ Ժիմ, բայց ստեղ կեղտոտ է, արի ժիմը տանը անենք, լավ։ Ժիմը կլինի տանը անենք, ստե շատ կեղտոտ է պոլը։ Տեղից սաղ ոտից գրուխ։ Հա, զատիկա, չէ, զատիկ չէ, մրջունա, նոր զատիկ էին գտել։ Այդ մրջունա, չէ, պետք չի սատկացնել, դավես, թող գնա, չէ։ Թող գնա իրա գործերով։ Շնաց դեի պոլը փափուկ է, ուզել չի կարա սատկացնի։ Տակից փախնում են մեկը։ Դավուկաս։ Ծառերն են սիրուն են ծաղկել։ Սաղ բողբոջիկներ են։ Մարոշնի առել դուրը թափ։
Մենք ենք։